2023-24 թվականներին կատարվել է վերանորոգման շուրջ 2500 քառակուսի մետրի աշխատանքներ, ձեռք է բերվել եւ վերազինվել է ամբողջ լաբորատոր բլոկը։ Այս հատվածում չենք եկել։ Արև ձեզ, ոնց եք, առողջություն ձեզ։ Քանակապես այն ժամանակ ինչեր հոսքը պացիենտների քանի վերահատությունների պարագայում 650 ա եղել 22 թվականի դրությամբ, բայց դրանից հետո որ մենք եկանք 22 թվականին բավականին ակտիվացրեցինք, որ մասնագետներ ներգրավեցինք, մոտ 800 եւ ավել էր դարձել։ Մենք ինչքան տվեցինք սարքին։ 300 Ճիշտ ձեռք բերում։ Տաքսի միջազգային լուրջ բարձր մակարդակին համապատասխանող սարքն 4K հնարավորությամբ իրան AI միացնելու AI-ը մեր սարքավորների մեջ էլ մտել արդեն, այսինքն պոլիպների հայտնաբերման համար այդ սարքը հավելյալ հնարավորության դեպքում կարելի է հետո էլ ավելացնել։ Փաստացի մենք հիմա այստեղ ունենք բացառիկ սարքավորում, որ Հայաստանում կարելի ասել բացառիկ է եւ պետք է դրա վրա կառուցել։ Աշխատանքները կատարում են բոլոր վարչական շրջաններում, Երևանի խճուղում, Սեբաստիա փողոցում, Սուրեն Սաֆարյան փողոցում եւ Գարեգին Հովսեփյան փողոցում եւ նաեւ ակտիվ քաղաքացի հարթակով ստացված բողոքների հիման վրա տեղային կետերով փակում ենք փոսերը։ Ասֆալտ-բետոնյա ծածկը հիմնականում վնասվում է եղանակային պայմաններից ելնելով եւ նաեւ երթևեկության ծանրաբեռնվածությունից, մեծ մեքենաների շատ լինելուց։ Ասֆալտ-բետոնյան ծածկը երբ վնասվում է, առաջանում են ճեղքեր, այդ ճեղքերը գնալով մեծանալով դառնում են փոսեր եւ մենք փորձում ենք այդ փոսերը հնարավորինս արագ լցնել։ Փոսալցման ծրագիրը ամբողջ տարվա համար է նախատեսված, այսինքն այն կրում է մշտական բնույթ, այն փողոցներում, որտեղ որ կատարվել են, հնարավոր է բացվեն նոր փոսեր եւ մենք իհարկե կրկին շատ արագ կերպով փակելու ենք տվյալ փոսերը։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային եւ տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում, բազմամարդ հանրային տարածքներում, ստեղծելով առողջապահական աջակցության նոր մակարդակ։ Այս պահին մենք ունենք 20 տեղադրված դեֆիբրիլյատոր եւ մոտակա 2 շաբաթվա ընթացքում նաև կտեղադրենք 30 դեֆիբրիլյատոր, հասցնելով ընդհանուր քանակը 50-ի։ Միասին վստահորեն կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, մաքուր, այլև առողջ եւ անվտանգ բոլորի համար։
Ներկայապային ինչպես տեսնում ենք, պատրաստվում ենք մրցաշարին մայիսի 2-ից 4-ը Երևանի Գեղարվեստի մարզադպրոցում տեղի է ունենալու քաղաքապետի գավաթ միջազգային բարդ մրցաշարը, որտեղ հայտ է ներկայացել 80 մարզիկ արտերկրից եւ ինչպես նաեւ մեր սաները, որոնք պետք է ուժերը չափեն արտերկրից եկած գեղարվեստողներին։ Մենք շատ ակտիվ պարապմունքների փուլում ենք, փորձում ենք լավարկենք մեր էլեմենտները, որ պատվով ներկայացնենք Հայաստանում։ Մենք զգում ենք պարտավորվածություն, քանի որ պետք է ներկայացնենք մեր երկիրը եւ մեր մարզադպրոցը միջազգային ասպարեզում, եւ ես վստահ եմ, որ դա մեզ մոտ կստացվի։ Շատ լավ եմ գնահատում մեր սաների պատրաստությունը, լավ մարզավիճակում են եւ հուսով եմ, որ մենք մրցանակային տեղեր կգրավենք եւ թիմային հաշվարկով կլինենք առաջինը։ Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Երևանի քաղաքապետի գավաթ բաց առաջնությանը եւ աջակցելու հայ գեղարվեստներին։ Պատրաստում ենք մայիսի 1-ից 5-ը անցկացվող քաղաքապետի գավաթին, մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունը։ Շատ ինտենսիվ, մարզվում են օրը 2 պարապմունքով, առավոտյան, երեկոյան, հուսանք մրցանակային տեղ կգրավենք։ Մարզման ակտիվ կլինում ենք, տեսնում ենք, թե ով է շահելու գնդակը։ Առաջարկում ենք գալ աջակցել մեզ եւ հաղթանակի ճանապարհը։ Ջազ առհասարակ Երևանի հետ ես շատ եմ ասոցիացնում, Մալխասը, ջազը, Երևանը։ Թորնիկիս հետ եկել եմ, դուրս եկավ։ Էլի կգամ։ Երևանյան ջազը առանձնահատուկ ջազ է, տարբերվող բոլոր աշխարհում գոյություն ունեցող այլ ջազերից մի հոյակա բան է մեր ջազը։ Это успокоение, и это Ереван. Для меня Ереван это столица ջազը։ Շատ վառ է ամեն ինչ, բառերով նկարագրելու չի սենց ասեմ։ Լավն է երազում։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։